Բարև սիրելիներս, այսօր պատրաստում եմ հայկական ավանդական պասուխտոլմա։ Մեկ օր առաջ սիսեռը և լոբին թրջում եմ սառը ջրով։ Հաջորդ օրը լվանում եմ և եփում մինչև փափկելը։ Ոսպը լվանում եմ և դնում եմ եփի առանձին կաթսայով։ Աղացած բլխուրը թրջում եմ, որպեսզի ուռչի։ Կանեպը բովում եմ մարմանդ կրակի վրա, որպեսզի չայրվի։ Եփած հատիկավորները քամում եմ, ավելացնում եմ արդեն ուռած բլղուրը։ Թողնում եմ ջրքամվի։ Ավելացնում եմ բոված կանեպը և խառնում։ Աղ եմ անում։ Գլուխսոխը մանր կտրատում եմ և տապակում ձիթայուղում, մինչև թափանցիկ դառնալը։ Սև սալորաչիրը մանր կտրատում եմ և ավելացնում մեր խառնուրդին։ Սոխարածին ավելացնում եմ աղացած կարմիր և սև պղպեղ, լեչո, չորացրած ռեհան և տոմատի մածուկ և մի փոքր աղ։ 2 րոպե եփելուց հետո այն ավելացնում եմ մեր հատիկավոր խառնուրդին։ Փաթաթում եմ թթու դրված կաղամբով, որի պատրաստման եղանակը կգտնեք վերևում։ Փաթաթելուց հետո տեղավորում եմ կաթսայում և վրան ավելացնում տոմատաջուր։ Եփում եմ այնքան, մինչև ջուրը կքաշվի։ Ուտում ենք հաջորդ օրը սառելուց հետո։ Դե ինչ այսքանը, շնորհակալ եմ դիտման համար, խնդրում եմ թողեք ձեր կարծիքները։ Բոլորիս լավ օր եմ մաղթում։